Ամենալավ բանը լատիշական հեքիաթ։ Լինում է, չի լինում մի թագավոր։ Նա շատ է ուզում, որ մինուճար աղջիկը ամուսնանա, իսկ աղջիկը ոչ մի կերպ չի կարողանում իր սրտով փեսացու գտնել։ Վերջապես հայրն ասում է. «Վաղը աղջիկս, դուրս կգաս, կկանգնես ճանապարհին և ում որ առաջինը կտեսնես, նրա հետ էլ կամուսնանաս։ Վերջ, սա իմ վերջին խոսքն է»։ Աղջիկը այդպես էլ անում է, բայց հակառակի պես առաջինը նրան հանդիպում են 3 եղբայր, նրանցից որ մեկին ընտրի։ Սակայն արքայադուստրը իրեն չի կորցնում և ասում է. «Երեքդ էլ կտրիչ տղաներ եք, ես պետք է դառնամ ձեզնից մեկի կինը, բայց թե որ մեկի, չգիտեմ, թող այսպես լինի, երեքդ էլ ճանապարհ ընկեք, ձեզնից որ մեկը, որ մի տարի հետո ինձ բերի ամենալավ բանը, նրա հետ էլ կամուսնանամ»։ Եղբայրները ճանապարհ են ընկնում, խաչմերուկում իրար հրաժեշտ են տալիս և որոշում, որ ուղիղ 1 տարի հետո հանդիպելու են նույն տեղում։ Որոշ ժամանակ հետո մեծ եղբայրը գալիս է մի անծանոթ քաղաք ու երկար փնտրում ամենալավ բանը։ Վերջապես մտնում է հնավաճառի խանութն ու այդտեղ գտնում մի հրաշալի խնձոր։ «Այս ինչ գեղեցիկ խնձոր է ընկած քո հնոթիքի մեջ», հարցնում է մեծ եղբայրը։ «Բա ոնց», պատասխանում է հնավաճառը, «թանկ բաները չի կարելի բաց տեղ դնել, իսկույն կգողանան»։ «Իսկ ինչքան ես ուզում այս խնձորի համար», հարցնում է մեծ եղբայրը։ «Քիչ չեմ ուզում, 100 դուկատ»։ «Ինչու այդքան թանկ»։ «Որովհետև եթե այս խնձորը դնես մահացողի շուրթերին, նա իսկույն կառողջանա»։ «Տուր ինձ այդ թանկագին խնձորը»։ «Վերցրու», պատասխանում է հնավաճառը, 100 դուկատ տուր ու վերցրու»։ Մեծ եղբայրը տալիս է 100 դուկատ, վերցնում խնձորն ու գնում։ Միջնեկ եղբայրն է գալիս անծանոթ քաղաք և նույնպես երկար փնտրում է ամենալավ բանը։ Վերջապես մտնում է հնավաճառի խանութն ու տեսնում մի հայելի է փայլում։ «Ինչու է այսպիսի հրաշալի հայելին ընկած այս հնոտիքի մեջ», հարցնում է միջնեկ եղբայրը։ «Բա ինչ անեմ, թանկագին բաները, որ երևացող տեղ դնեմ, կգողանան», պատասխանում է հնավաճառը։ «Իսկ ինչ արժի այդ հայելին»։ «Էժան չի, 100 դուկատ»։ «Ինչու է այդքան թանկ»։ «Որովհետև եթե նայես այդ հայելու մեջ, ապա կտեսնես, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում»։ «Ծախիր ինձ այդ հրաշալիքը»։ «Տուր 100 դուկատ և վերցրու քո հայելին»։ Միջնեկ եղբայրը տալիս է 100 դուկատ, վերցնում է հայելին ու գնում։ Փոքր եղբայրն էլ է գնում անծանոթ քաղաք, ու նա երկար փնտրում է ամենալավ բանը։ Վերջապես մտնում է հնավաճառի խարխուլ խանութը և այնտեղ մի թամբ է տեսնում։ «Ինչու է այս նոր թամբը ընկած հնոտիքի մեջ», հարցնում է կրտսեր եղբայրը։ «Դե այդպես է պետք, թանկ բաները չի կարելի երևացող տեղ դնել, մեկ էլ տեսար, գողացան»։ «Իսկ ինչ արժե այդ թամբը»։ «Այնքան էլ էժան չի, 100 դուկատ»։ «Ինչու այդքան թանկ»։ «Որովհետև հենց որ նստես այս թամբին, իսկույն կհայտնվես քո ուզած տեղում»։ «Ծախիր ինձ այդ թամբը»։ «Տուր 100 դուկատ ու վերցրու թամբը»։ Փոքր եղբայրը տալիս է 100 դուկատը, վերցնում թամբը ու գնում։ Նշանակված օրը 3 եղբայրները հանդիպում են խաչմերուկում ու հարցնում իրար. «Դե, ինչ ես դու գտել»։ Մեկն ասում է. «Ես մի խնձոր եմ գտել, որը կարող է առողջացնել մահացողին»։ «Ես մի հայելի եմ գտել, որը ցույց է տալիս, թե աշխարհում ինչ է կատարվում»։ «Հապա մի ցույց տուր տեսնենք», բացականչում են եղբայրները։
Տեսնենք, թե մեր արքայադուստրն ինչ է անում։ Նայում են նրանք եւ ինչ տեսնեն։ Արքայադուստրը ծանր մահամերձ հիվանդ է։ Վայ, ասում է մեծ եղբայրը, եթե ես հիմա կարողանայի իմ խնձորով հայտնվել այնտեղ, իսկույն կարողացնեի նրան։ Դա դժվար բան չի, ասում է փոքր եղբայրը։ Ես մի թամբ ունեմ, որը մի վայրկյանում ինձ կարող է հասցնել ցանկացած տեղ։ Նստենք երեքս էլ թամբին ու գնանք։ Այդպես էլ անում են։ Արքայադուստրը հազիվհազ շնչում էր։ Մեծ եղբայրը խնձորը դնում է աղջկա շորթերին, եւ հիվանդն իսկույն վեր է կենում անկողնուց։ Դու ինձ բերեցիր ամենալավ բանը, ասում է արքայադուստրը խնձոր բերող եղբորը։ Չէ, ոչ մի դեպքում, բացականչում է այն եղբայրը, որ բերել էր հայելին։ Ամենալավ բանը ես եմ բերել։ Իմ հայելին քեզ փրկեց։ Ախր եթե մենք չտեսնեինք, որ դու հիվանդ ես, քեզ առողջացնել չէինք կարողանա։ Ոչ, բացականչում է այն եղբայրը, որ բերել էր թամբը։ Ամենալավ բանը ես եմ գտել։ Չէ՞ որ իմ թամբը փրկեց արքայադստերը։ Ինչ օգուտ, եթե մենք տեսնեինք արքայադստերը, բայց չկարողանայինք հասնել նրան։ Դուք երկուսդ էլ ճիշտ չեք, բացականչում է խնձոր բերող եղբայրը։ Ամենալավ բանը ես եմ գտել։ Ինչ օգուտ, եթե դուք տեսնեիք հիվանդին, իսկույն գայիք նրա մոտ, բայց խնձոր չունենայիք։ Այստեղ եղբայրները սկսում են վիճել։ Ամեն մեկն ուզում է ապացուցել, որ ինքն է իրավացի, եւ ինքը պետք է ամուսնանա արքայադստեր հետ։ Այնուամենայնիվ, ով ամուսնացավ արքայադստեր հետ։ Ոչ ոք։ Նրանք մինչև հիմա էլ վիճում են։